Հակոբյան, դուք սահմանադրություն եք մեջբերում, որը ԿՀ-ն ինչ-որ նաև օրենքներ, որը ԿՀ-ն ճշգրտել է, բայց բոլորին հայտնի է, որ դուք կապ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ, նրա կինն եք, ինքայլը հիմնադրամը նախկինում ասոցացնում էր ուղիղ ինքայլը դաշինքի հետ, այսինքն դուք այդ դաշինքով եք եկել իշխանության, եւ այսօր շատերը նույնիսկ քաղաքացիները մոռանում են ԿՊ-ի անունը, ասում են ինքայլին են կընտրելու կամ չեն կընտրելու, այսինքն ինքայլի հետ են ասոցացնում, եւ Լենա Նազարյանը գործող պատգամավոր է, որի ամուսինը արդեն ցուցակում է կարծրներին, Արեգ Բաբայան, եւ դուք ամբողջ թիմով ԿՊ-ի հետ ասոցացող մարդիկ եք։ Վահե ջան, ներողություն ավարտեցի։ Մի բան էլ ասեմ եւ չնայած նրա որ կարծիքներ կային դեպք որ երբ որ դուք հայտարարեցիք կանոնական մասին ասացին որ սա հատուկ է որպեսզի Աննա Հակոբյանը կարողանա դրա անվան տալ, այսինքն ազատ լինի ձեռքերը ազատ լինի, կարողանա ինքնալի անունից բարեգործություններ անել, հետո իհարկե վերամիավորվեցիք ինչ համար շնորհավորում եմ, բայց փաստացի դուք այսօր ասոցացվում եք ուղիղ ԿՊ-ի հետ եւ Նիկոլ Փաշինյանի կինն եք հանդիսանում, ապրում եք նրա հետ։ Հիմա մարդիկ որ ձեզանից բարեգործություն ստանան, ինչ են մտածել, որ սա օրինակ ուժեղ Հայաստանի համար է արվում, թե ում համար, Քոչարյանի կամ Հիմա այս հարցով խախտվում է իմ սահմանադրական իրավունքը ազատ ընտրության եւ ազատ կամարտահայտության։ Պարզապես խախտվում է։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրության ձևը, ընտրության իրավունքը հանրային քննարկման առարկա դարձնել, անկախ նրանից ով է այդ մարդը։ Որովհետև սահմանադրությամբ պաշտպանված է յուրաքանչյուր անձի, այդ թվում կանանց, այդ թվում այս կամ այն պաշտոնյայի կնոջ գաղտնի ազատ կամ արտահայտման իրավունքը, եւ դա քննարկման առարկա չէ։ Եվ ցանկացած հարց դրա վերաբերյալ սահմանադրության, էլ չեմ ասում էթիկայի, էլ չեմ ասում տակտի խախտում է։ Ոչ մի բան չեմ, ես լավ չասացա, այդտեղ կնոջ թիրախավորելու ինչ խնդիր կա, որտեղ այստեղ կին լինելուց բացի դուք հանրային դեմք եք, պաշտոնյայի կին եք եւ կին լինելուց բացի, հանրային դեմք լինելուց բացի, պաշտոնյայի կին լինելուց բացի եւ դրանցից բոլորից առաջ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ով ունի ազատ կամ արտահայտման իրավունք, որը պաշտպանված է, որի գաղտնիությունը այնքան պաշտպանված է, եւ հիմա դուք խախտում եք իմ իրավունքը։ Ով նաեւ հանրային կերպար եւ Նաեւ հանրային կերպարները ունեն, եթե չեն, ես չեմ մասնակցում ընտրություններին, ես թեկնածու չեմ, եթե ես քարոզչություն չեմ իրականացնում, այսինքն ես ինքս եմ ընտրում իմ դիրքորոշումը։ Ես ունեմ իմ իրավունքը եւ դուք հիմա խախտում եք իմ իրավունքը, ինչպես խախտվել է։ Եկեք ասուլիսի